Այսինքն ամենօրյա աշխատանքը պարզա շատ էներգիա տանում, բայց միևնույնն է այդ ամենօրյա աշխատանքը պետք է կազմակերպել այնպես, որ իր մեջ միևնույնն է լինի բարեփոխման էլեմենտ։ Մենք ամեն օր գալիս ենք աշխատանքի եւ վայելում ենք, այսպես ասած, երեկվա բարեփոխումների պտուղ ինչ-որ մի առումով, բայց այսօր նաև պետք է բարեփոխումը անպայման իր բաժինը ունենա, որպեսզի չթողենք, որ դա կուտակվի, մեկ էլ նորից, հիմա մենք նախարարի այդ աշխատանքային հանդիպումներում ինչ խնդիր եմ ես դնում, ասում եմ, մենք էլ չպետք է թողնենք, որ մեր օրինակ ավտոմոբիլային պարկը այնքան մաշվի, որ ասենք ենթադրենք 1000 ներողություն բան լինի գործարկվելու խնդիր ունեցող մեքենաներ լինեն եւ այլն, մենք ասենք, որ դե հիմա պետք է այս պարկը փոխենք։ Ոչ դա պետք է տեղի ունենա ամեն տարի, մենք պետք է եւ իմիջայլոց համազգեստի հետ կապված փոփոխությունները, որովհետեւ համազգեստը այսօր լավն է, շատ տեսք ունի, բայց ինքը մի քանի տարի հետո զգում ես, որ արդեն ինքը որոշակիորեն հնատենց հասկացություն կա, բարոյապես մաշված, որովհետեւ ինքը լավն է, բայց 3 տարի առաջվա համար է լավը, ինքը այսօր արդեն լավը չի։ Բայց երբ որ մենք թողում ենք ինքը այնքան հնանա, որ իրան ամբողջությամբ պետք է փոխենք, դա եւ շատ ժամանակ է տանում, եւ շատ էներգիա է տանում, եւ շատ փող է տանում, եւ երբեմն մեծ դժվարությունների առաջ է կանգնեցնում։ Բայց երբ որ մենք իմանանք մեր ամենօրյա աշխատանքի մեջ մենք պետք է այդ համազգեստի մեջ մի հատ էլեմենտ փոխենք, ինքը ժամանակի հետ ամեն տարվա հետ այնպես կփոխվի, որ ինքը միշտ կմնա թարմ, արդիական, նոր, այնպես տպավորություն կլինի, որ մենք հենց նոր այդ ամբողջը թարմացրինք։ Եվ սա վերաբերվում է տեխնիկային, սա վերաբերվում է օրենսդրությանը, սա վերաբերվում է համազգեստին, սա վերաբերվում է սպառազինությանը, սա վերաբերվում է կարգավորումներին, բայց 1000 ներողություն, սա վերաբերվում է նաև մեզ բոլորիս, սա վերաբերվում է մարդուն, որովհետև մարդը համազգեստը փոխվեց, մարդը չփոխվեց, այդ տեխնիկան համազգեստը բարեփոխումը բանը անիմաստ է։ Ընդ որում հիմա ես խոսում եմ ոստիկանության օրինակ, ոստիկ ներքին գործերի նախարարություն եմ, բայց ես խոսում եմ ինձնից սկսած մեր բոլորի մասին, որովհետև եթե մենք չփոխվենք, մենք չենք կարող փոխենք այն իրականությունը, որը ուզում ենք, որ դեպի լավը փոխվի։ Եթե մենք չենք փոխվում, ինքնաբերաբար կարող ենք արձանագրել, որ իրականությունը փոխվում է դեպի վատը, որովհետև իրականությունը առաջնորդության կարիք ունի։ Եվ ոստիկանությունը, այո, ոստիկանությունը ըստ էության զինվորական տրամաբանության ծառայություն է, բայց ոստիկանությունը առաջնորդող դերակատարում պետք է ունենա իր պատասխանատվության ոլորտում։ Ես երբեմն զգում եմ, որ մենք ասելով ոստիկանություն, բաց ենք թողում անհատական առաջնորդության եւ անհատական պատասխանատվության էլեմենտը, որովհետեւ ոստիկանությունը ուղղակի վիճակագիր պետքա չլինի, թե այս տարի բան եղավ, ինչ եղավ, այս տարածքում, ես նկատի ունեմ ոչ միայն ընդհանուր ոստիկանությունը, այլև ոստիկանության յուրաքանչյուր ծառայող իր պատասխանատվության գոտին այնուամենայնիվ ունի, իր լիազորությունների շրջանակը ունի։ Եվ եթե յուրաքանչյուր ոստիկան, ինչ որ ասում եմ հիմա, կարող ենք նույն ինչ որ ասացի սկզբից, կարող ենք տեղափոխել, ասենք նախարարության աշխատակից, վարչապետի աշխատակազմի ղեկավար, վարչապետ, ցանկացած պաշտոնյայի, ցանկացած մարդու վրա այդ բանը կարող ենք դնել։ Եթե ինքը անհատական պատասխանատվություն չի զգում տեղի ունեցողի հետ կապված, եւ ինքը ընդհանրապես վիճակագիր է, դե այսքան գողություն եղավ, այսքան թմրամիջոցի դեպք եղավ, այսքան զենք եղավ, այսքան էս եղավ, այսքան այն եղավ, այսքան վթար եղավ, մենք ընդհանրապես արձանագրողի դերում կլինենք։ Սա շատ կարևոր է, որ մենք կարողանանք համակարգը զարգացնել այնպես, որ յուրաքանչյուր ոք, ով որ աշխատում է X տարածքում, ինքը զգա, որ ինքը իր պատասխանատվության առաջնորդն է, իր պատասխանատվության առաջնորդը, որտեղ եթե ինքը իր պատասխանատվության առաջնորդը չի, բաժնի աշխատակիցը մտածում է, որ բաժանմունքի պետն է իրականում առաջնորդը, ինքը տեղա ինչ կասեն են էլ կանի, եւ այդպես շարունակ չի ստացվի ոչ մի բան։ Բայց այստեղ հաջորդ խնդիրն էլ կա, որը մենք առերեսվում ենք եւ գիտակցում ենք, ոստիկանության աշխատանքը պետք է լինի սոցիալական առումով
երաշխիքներ ապահովող, որտեղ ոստիկանության աշխատանքը շատ բարդ աշխատանք է, կապված է եւ ոստիկանության աշխատողի եւ ուրիշների կյանքի եւ անվտանգության հետ, եւ մենք այս բոլոր գործոնները հաշվի պետք է առնենք եւ մենք գնում ենք այս ուղղությամբ եւ այս տրամաբանությամբ եւ մենք պետք է կարծում եմ, որ մենք Հայաստանում ունենք ոստիկանության գործունեության այնպիսի ավանդույթներ, որ այդ ավանդույթների վրա հիմնվելով մենք կարող ենք այս փոփոխությունը անընդհատ ապահովել եւ ոստիկանության Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինքնությունը ամրացնել, վերափոխել եւ անընդհատ համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին եւ իմ կարծիքով մենք ընթանում ենք այս ուղղությամբ։ Բայց նաեւ այսօր 21-րդ դարում նախկինում էլ իհարկե, բայց հիմա առավել եւս ռեպուտացիայից ավելի բան չկա, ավելի կարևոր բան չկա։ Եվ երբեմն մեդիա դաշտում, մեդիա տիրույթում երբեմն երկրորդականա դառնում, թե ինչա իրականությունը, ավելի կարևոր է դառնում, թե ինչպես է մատուցվում այդ իրականությունը։ Այս առումով ոստիկանությունը իհարկե ներքին գործերի նախարարության առաջնորդությամբ, նաև մեդիա առաջնորդ պետք է, մեդիա առաջնորդություն պետք է ստանձնի, որպեսզի այդ հաղորդակցությունը հնարավոր լինի պատշաճ մակարդակով ապահովել։ Հոյակապը շատ լավ է, որ Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության գործունեության նկատմամբ 61% վստահություն կա։ Եվ իսկապես դա շատ լավ է։ Եվ իսկապես դա շատ բարձր գնահատական է։ Բայց ով է ասել, որ մենք գոհ ենք, որ 61% է։ Մենք պետք է իսկ ինչի 85% չի։ Մենք գոհանալով 61%-ով պետք է ասենք, լավ, մենք ինչն են չենք անում, որ 85, 90-95% չի։ Ինչն են չենք անում։ Եվ կարող է պարզվի այդ ինչ որ բան նենք չենք անում, ինչ որ բան նենք չենք ներկայացնում, ինչ որ բան չենք նկատում, ինչ որ բանի վրա ավելի շատ էներգիա ենք ծախսում, քան պետքա ծախսենք եւ իրականում էներգիան պետքա ծախսել այլ ուղղությամբ։ Եվ ես նկատի ունեմ, որ ոստիկանությունը ինքը պետքա լինի 21-րդ դարում, այս դարում ընդհանրապես դինամիկ եւ ճկուն, ոչ դինամիկ եւ ոչ ճկուն, ոչ մի համակարգ չունի շանս, պետքա լինել դինամիկ եւ ճկուն, եւ ես կարծում եմ, որ մենք այսօր այդ պոտենցիալը արդեն ստեղծել ենք, համակարգերը ստեղծել ենք, մենք շատ ակտիվ դինամիկ փոխվում ենք, հիմա պարզ օրինակ բերենք, մենք հիմա իրական կյանքից տեսնում ենք, որ նույն մեր ճանապարհներին մոտոցիկլերը ավելի էֆեկտիվ են, մենք ավելի շատ ենք շեշտը դնում դրա վրա եւ պետքա վերլուծենք, տեսնենք ինչ ուղղություններով պետքա մենք հիմա ինչքան մոտոցիկլ պետքա լինի, ինչքան ավտոմեքենա պետքա լինի եւ այլն ոստիկանությանը նաեւ նոր լիազորություններ են տրվել մի քանի տարի առաջ կայացրած օրենսդրական փոփոխություններով հիմա օպերատիվ հնարավորությունները ոստիկանության ավելի են մեծանալու, դա էլ առաջնորդության հարց, պետք է առաջնորդել։ Մենք Հայաստանի Հանրապետությունում հանցավորության իրավիճակը պետք է ոչ միայն դարձնենք այնպիսին, ինչպիսին մենք ուզում ենք, այլև քաղաքացիների զգացողությունը պետք է դարձնենք այդպիսին։ Ընդ որում մարդը ինքը իր կյանքում ոչ հանցագործությունն է տեսնում, ոչ էլ առնչվում է։ Բայց երբ որ իր բանի այդ news feed-ում կա նրա մասին, որ ստեղ կրակեցին, ստեղ սպանեցին, ստեղ էսարին, ստեղ սպան, այսինքն հասկանում եք ժամանակի առանձնահատկությունները մարդը ամբողջ կյանքը ապրել է, ոչ մեկ իրան ոչ ասել աչքիդ վերևը ունք կա, ոչ մի անգամ ոչ մի հանցագործության հետ չի առնչվել, բայց ժամանակի առանձնահատկություններն է, որ մարդը ասում է, ինչ է կատարվում այս երկրում, այս հանցագործության մեջ բան առնում Բայց ինքը անձամբ երբեք ոչ մի բան չի առնչվել, չի էլ առնչվելու մեծ հավանականությամբ։ Բայց դա իրեն չի խանգարում, որ ինքը մտածի, որ պրոբլեմ է, մեծ պրոբլեմներ կան եւ այլն ամենաթողությունն է եւ այլն եւ այսպես շարունակ։ Սա է մեդիա դարի եւ մեդիա հասարակության առանձնահատկությունը եւ մենք պետք է հաշվի առնենք։ Բայց ես չեմ ասում, եկեք մեդիա կոնտենտ ստեղծենք Եմ մասին, որ ամեն ինչ լավ է, դա հակառակ բանը կլինի, սխալը կլինի, ես ասում եմ, եկեք ոստիկանությունը թող այդ առաջնորդությունը ստանձնի, բայց ոչ թե ոստիկանությունը, դա էլ է շատ կարևոր, ոստիկանությունը ստանձնած է առաջնորդությունը, իմիջիալից այդտեղ ոչ մի բան չկա, այստեղ խնդիրն է, որ ոստիկանության ծառայողները հնարավորինս ոստիկանության բազմաթիվ ծառայողներ այդ առաջնորդությունը ստանձնել են, խնդիրն է, որ իդեալում ոստիկանության բոլոր ծառայողները առաջնորդություն պիտի ստանձնեն։